2026 թվականը կկառավարվի կարմիր կրակե ձիու կողմից։ Կարող եք պատկերացնել, թե ինչ է մեզ սպասում։ Ձին կենդանի է, որը ատում է ձանձրույթն ու առօրյան, ուստի կարևոր է լավագույն տեսք ունենալ նոր տարվա գիշերը։ Ժամանակն է ստանդարտ սևը փոխարինել ինչ-որ համարձակ, կենսուրախ եւ ներքին կրակով լի բանով։ Կարևոր է բնավորություն ստեղծել ձեր կերպարի յուրաքանչյուր տարրում։ Կարմիր կրակե ձիու տարին թռիչքների, ռիսկի, փոփոխությունների եւ կրքի ժամանակ է։ Ինչ պետք է հագնել նոր տարին նշելու համար, կրքոտ, արագաշարժ, նրբագեղ եւ ազատասեր ձիուն հաջողանալու համար։ Մենք ձեզ կասենք. ինչ գույներ հագնել 2026 թվականի նոր տարվա համար։ Կրակե ձիու սիրելի գունապնակը կրքի, մայրամուտի, ջերմության եւ էներգիայի խռովությունն է։ Ահա 7 անկասկած գունային համադրություն, որոնք ձեզ հաջողություն կպարգևեն 2026 թվականին։ Կարմիրը տարվա գլխավոր գույնն է։ Այն խորհրդանշում է էներգիա, կիրք եւ հաղթանակ։ Այս գույնով ձին ձեզ կճանաչի որպես իր սեփականը։ Կրակոտ նարնջագույնը մայրամուտների եւ զգացմունքների փայլատակումների գույնն է։ Այն ընդգծում է դինամիզմն ու ուրախությունը։ Ոսկեգույնը շքեղություն է, ջերմություն, վստահություն եւ հաջողություն։ Դուք կարող եք եւ պետք է փայլեք ոսկեգույնով։ Բուրգունդին խորը, հասուն եւ նրբագեղ գույն է։ Այն ազնվականության հպում է հաղորդում ձեր կերպարին։ Մարջանագույնը թեթև եւ ռոմանտիկ է։ Իդեալական է նրանց համար, ովքեր ցանկանում են փայլել նրբորեն, այլ ոչ թե համարձակորեն։ Պղինձը ոճային եւ ազնիվ է, համապատասխանում է ձիու բնական էնությանը։ Սպիտակը ոսկեգույն շեշտադրումներով մաքուր մտադրություններ եւ հաջողության փայլ է։ Իդեալական տարբերակ է նրանց համար, ովքեր սիրում են պայծառ պատկերներ։ Գույներ, որոնցից պետք է խուսափել։ Ձին չի սիրում ձանձրույթը, զսպվածությունը եւ մռայլությունը։ Հետևաբար խուսափեք սևից, մոխրագույնից, կապույտից եւ զմրուխտեից։ Այս գույները կապված են ցրտի, պասիվության եւ ջրի հետ, ինչը հակասում է կրակի տարերքին։ Ինչ պետք է հագնեն կանայք 2026 թվականի նոր տարվան։ Նոր տարվա գիշերը կանանց համար կարևոր է ոչ միայն գեղեցիկ տեսք ունենալ, այլև փայլել ինչպես կրակը։ Մոռացեք գրասենյակային զգեստների մասին, սա ձեր փայլելու պահն է։ Ընտրեք զգեստներ, որոնք ընդգծում են ձեր կազմվածքը՝ մարմնին կպչուն, ուսերը բաց, մեջքը բաց, խորը դեկոլտեով կամ բարձր ճեղքով, բայց պահեք դրանք էլեգանտ եւ անզարդ։ Գործվածքներից են հոսող մետաքսը եւ ատլասը, ծիածանագույն լյուրեքսը, շքեղ թավիշը եւ խաղային փայլերը։ Շարժումը գլխավորն է, ձին վազող արարած է եւ գործվածքը պետք է խաղա ձեզ հետ։ Ազատորեն ընտրեք կարմիր, մարջանագույն, բորդո, ոսկեգույն կամ այս երկուսի համադրությունը։ Աքսեսուարներից են հաստ վզնոցները, ոսկե շղթայական ականջողերը եւ քարերով ապարանջանները։ Լրացրեք կերպարը մետաղական փայլով փոքրիկ կլաչով։ Յուրաքանչյուր մանրուք կարևոր է, սկսած ձեր մանիկյուրից մինչև ձեր օծանելիքը։ Կենտրոնացեք տաք, արևելյան եւ փայտային նոտաների վրա։ Ինչ պետք է հագնեն տղամարդիկ ձիու տարում։ Այս տարի տղամարդիկ պետք է մոռանան ձանձրալի մոխրագույն կոստյումների մասին եւ ռիսկի դիմեն։ Գույնը, հյուսվածքը եւ մանրամասները բոլորը նպաստում են հաջողակ կերպարի ստեղծմանը։ Հրաժարվեք ձանձրալի սև կոստյումից, այն անընդունելի է այս նոր տարում։ Ընտրեք բորդո, տեռակոտա եւ մուգ շոկոլադել երանգներ։ Հնարավոր են նաեւ թավշյա, կորդուրո կամ թվիդի երանգներ։ Փոխեք ձեր սպիտակ վերնաշապիկը կրեմագույն, ծխագույն կամ ավազագույն գույնի, մեղմ փայլով։ Նուրբ նախշերով կամ հյուսվածքով վերնաշապիկները հատկապես աչքի են ընկնում։ Գերազանց աքսեսուարներից են անսովոր հյուսվածքով թիթեռնիկ կամ փողկապ, քարերով ճարմանդներ, յուրահատուկ ճարմանդով գոտի կամ մեծ պատյանով ժամացույց։ Այս փոքրիկ հպումները կարող են ձեր կերպարը վերածել ապշեցուցիչ կերպարի։ Ինչ հագնել երեխաների համար 2026 թվականի նոր տարվա համար։ Փոքրիկների համար նոր տարվա կերպարը առաջին հերթին տոնակատարության, կախարդանքի եւ հարմարավետության մասին է, բայց նույնիսկ այստեղ դուք կարող եք հաճեցնել ձիուն։ Աղջիկների համար ընտրեք արքայադստեր կամ փերի զգեստներ, գույներ՝ մարջանագույն, նուրբ վարդագույն, շամպայինի գույն։ Մի մոռացեք կախարդական փայտիկի մասին։ Տղաների համար ընտրեք փոքրիկ ջենտլմենների, կովբոյների եւ ձիավարների զգեստներ։ Թիթելնիկները, բաճկոնները եւ նույնիսկ գլխարկները հիանալի միջոց են հմայք ավելացնելու համար։ Ինչ հագնել 2026 թվականի նոր տարվան, ըստ ձեր կենդանակերպի նշանի։
Յուրաքանչյուր կենդանակերպի նշան ունի իր բնավորությունը, եւ տարվա խորհրդանիշը կօգնի նրանց, ովքեր նոր տարվա գիշերվա համար ընտրում են իրենց նշանի էներգիային եւ գույնին համապատասխանող հանդերձանք։ Խոյ, կրակ կոտ կարմիր, ճեղքերով զգեստներ եւ Ամազոնի ուրվագիծ։ Ցուլ, հարուստ գործվածքներ, պղնձի երանգներ, խստություն յուրահատուկ շեշտադրմամբ։ Երկվորյակներ, թեթև գործվածքներ, պայծառ նախշեր եւ գույների խաղ։ Խեցգետին, պաստելային գույններ, մարգարիտներ, ռոմանտիկ շքեղություն։ Առյուծ, ոսկու փայլ, պայծառություն, շքեղություն։ Կույս, ազնիվ պարզություն, կրեմագույն երանգներ։ Կշերք, դեղցագույն, ժանյակ, կանացիություն։ Կարիոճ, բորդո, առեղծվածք, մագնիսականություն։ Աղեղնավոր, էդնիկ, ծոպեր, շարժման ազատություն։ Այծեղջյուր, խիստ շքեղություն, մուգ երանգներ շեշտադրմամներով։ Ձկներ, ջրաներկային երանգներ, փայլուն գործվածքներ, ռոմանտիկա։ Ինչ չհագնել 2026 թվականի նոր տարվան։ Հիշեք, ինչ էլ որ հագնեք նոր տարվան, դա այն է, ինչով կանցկացնեք այն։ Այսպիսով, խուսափեք անփույթ տեսքերից, մաշված ջինսերից եւ հին մարզաշապիկներից։ Անհարմար կամ սինթետիկ հագուստը կգրգռա ոչ միայն ձեզ, այլև տարվա նշանին։ Մազեր, դիմահարդարում, կոշիկներ, մանիկյուր ամբողջացնում են կերպարը։ 2026 թվականի նոր տարին կրքի էներգիայի եւ փայլի տոնակատարություն է։ Պատրաստվեք այնպես, կարծես գնում եք դեպի հաղթանակ, եւ ձին անպայման ձեզ հաջողություն կբերի։ Կանանց սանրվածքներ։ Ծավալուն գանգուրները ազատության եւ կրքի խորհրդանիշ են։ Ավելացրեք մի փոքր փայլ կամ լրացրեք քարերով զարդարված մազակալով։ Բարձր պոչը ուղակի հղուն է ձիուն։ Ոչ թե ձանձրալի սպորտային պոչ, այլ հարթ, մեջքով սանրված կամ ալիքավոր։ Հյուսվածքները, թագնի տեսքով հյուսերը, ոլորապտույտներ եւ բարդ նախշերը խորհրդանշում են ճակատագրի էներգիայի եւ երևակայության միահսությունը։ Դիմահարդարում, շրթունքները ուշադրության կենտրոնում, պայծառ հյութալի երանգներ ելակից մինչև գինի։ Լուսավոր աչքեր, բրոնզե, ոսկեգույն կամ տերակոտե ստվերաներկ, կարող եք ավելացնել թևավոր աչքի մատիտ կամ փայլ։ Լուսավոր, առողջ մաշկ, խոնավ ավարտով, առանց քողարկման։ Մատնահարդարում, կարմիրը, բորդո, ոսկեգույնը եւ պղինձը տարերքների գույներն են, ավելացրեք փայլաթիթեղ, փայլ, գրադիենտներ եւ կրակե կամ մետաղական նախշեր։ Նշագույն կամ օվալաձև, միջին երկարություն։ Հիմնականը խնամքն ու փայլն է։ Կոշիկներ, կանայք, կրունկներ կամ ժապավեններով սանդալներ։ Դիտարկեք լաքապատ, թավշյա եւ մետաղական զարդարանքները։ Տղամարդիկ, կաշվե կոշիկներ, վանական ժապավեններով կոշիկներ կամ օքսֆորդներ։ Գունագեղ ժանյակները կամ եզակիներ բանը նույնպես ընդունելի են։ Երեխաների համար հարմարավետ, պայծառ, կախարդական կոշիկներ կամ կոշիկներ, թող նրանք ուրախանան յուրաքանչյուր քայլով։ Կընտրեք պայծառ թե զուսպ տեսք։ Լուսավոր, զուսպ։ Առնչվող հոդվածներ։ Կխեղդի ձեզ ծալքը, որքան կարժենա ծալքը եւ նոր դպրոցական համազգեստը։ Սպիտակ գլխարկ եւ կիպ արևային զգեսակ Մեգան Մարքլի նոր լուսանկարը հայտնվել է նրա 44-ամյակի առթիվ։ Երկար կիսաշրջազգեստ ամռան համար ահա իդեալական տարբերակները։